Մեր երկնավոր հոր Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս արավոտ կարողացաք Տերոջ դունը գալ միասնաբար զինք բաշխելու եւ գշնորհավորենք բոլոր հայրերը այս արավոտ, որոնք մեր մեջ են եւ անոնք, որոնք մեզ գտիդեն հերոստացույցի վրա։ Հոդնգայս պիտի երգենք 598-րդ երգը։ Հաստատուն գնանք Աստծո համար։ Հաստատուն գնանք Աստծո համար, թե հովեր փչեն, ալիք բարձրանան, դերն է զորության, մեր վեպեր դարար, երբ թշնամին մոտենա։ Հաստատուն հավատքով սուրբ վեմին վրա գնան, դերն է մեր վեմնան սասան, բայց եթե համբերենք, որ անցնի փորձան, մի դառնենք բսակ հաղթական։ Հաստատուն գնանք բասնարդարության, զորեղ հավատքով եւ անգել սրտով, դերն է քարերու մեր վեմ հաղթական, թշնամյաց բանակին մոտ։ Հաստատուն հավատքով սուրբ վեմին վրա գնանք, դերն է մեր վեմնան սասան, բայց եթե համբերենք, որ անցնի փորձանք, մի դառնենք բսակ հաղթական։ Հաստատուն գնանք ճշմարտության, թեև գուշանա, բայց է աբահով, անեդրմածին վեմ խաղաղության, երբ կափոթորին հաստատուն հավատքով սուրբ վեմին վրա գնանք, դերն է մեր վեմ հաղթական, բայց եթե համբերենք, որ անցնի փորձանք, մի դառնենք բսակ հաղթական։ Ամեն այս մեծ հույսին համար, որ հաղթական բսակը պիտի առնենք, մինչ ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը պիտի լա թիվ 34 աղոթք։ Դերոջը աչքերը արդարներուն վրա են, ու անոր ականջները անոնց աղաղագին։ Ով աղոթքի լսող, քեզի պիտի կա ամեն մարմին, ով դեր, լսե իմ աղոթքս ու իմ աղաղակս թող քեզի հասնի։ Իսկ դու երբ աղոթել ես, բալիկ ունեք ինսենյակդ ու դուրը կոցեք և աղոթ կրեք ու հորդ որ կախամին դեր գտնվի, երկու հայրդ որ աղուլը գտեցնեն, քեզի հայտնավես խանություն իգիրնեն։ Խնդրեցեք և պիտի դրվի ձեզի, փնտրեցեք և պիտի բացվի ձեզի, վասնզի ամեն ով որ կփնտրե կգտնե, և ամեն ով որ թուրը կզարնե, պիտի բացվի անոր։ Աղոթ եկեք և աղոթ կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Չանքի մեջ թուլասիրտ չլաք, հոգիով փորփոքեցեք, դերոջը ծառայեցեք, հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ըստեբ աղոթքի գեցեք։ Ամեն աղոթով ու խնդրվածքով, ամեն ադեն աղոթ կրեք հոգիով ու այս բանին հսկեցեք կատարյալ հարաբերությամբ ու
Փանիմը համար հոգ մի ընեք, հաբա ամեն փանի մեջ աղոտկով ու աղաչանքով, քոհությունով մեկտեղ ծեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլա։ Անկատար աղոտ կրեք, ամեն բանի մեջ քողություն լրեք, բացի այս է Աստծո կամքը Քրիստոս ծեր վրա։ Եթե ցեզմե մեկը նեղության մեջ է, աղոթք թողնե, եթե մեկը ուրախ է, սամոս թող երգե։ Ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք ու աղոթք կրեք իրարու համար, որպեսզի բժշկվեք, արդարին շերմերանտ աղոթքը շատ աստվածություն ունի։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրաբիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջ կահում մոդեցնը։ Մեր բաշտելի երկնավոր հայրը սրդանց փառքուտանք, որ մեզի կյանք շնորհեցիր եւ այս օրհնյալ առիթը, որբեսի կանք քեզի հետ հաղորդակցենք, մեր աղոթքները քեզի բարձրացնենք, որովհետև դու աղոթքի լսող Աստված ես։ Փառքուտանք ով դեր ու շնորհքիդ համար, որ մեզի հասավ, այն շնորհքը, որ ամենավատ մեղավորին ալ գրնա մեղքի դիրմին մեջ են վերցնել, եւ դեր այս շնորհքով ոչ թե միայն գփրկես, այլ մեզ գբահես այս շնորհքի մեջ։ Եվ մեր ալ դեր խնդրանքը այս է, որ մեզ քու շնորհքիդ մեջ բահես եւ դեր մեզի առաջնորդես արդարության ջամփաներու մեջ։ Փառքուտանք, որ դեր գրնանք մեր փրկին դեր Հիսուսի անով քեզի մոդենալ, շնորհած կայդարչե մոդենալ, գիտակցեք, որ մենք անարժան ենք, թերություններ, դգարություններ ունենք, բայց դու գագնգալես, որ այդ վիճակի մեջ ալ քեզի կանք խոսենք քեզի հետ, մեր պետքերը քեզի հայտնելով, եւ նաեւ քողունակ սիրտ ունենալ, փառքուտանք դեր, այո, դեր երանելի են բոլորանոք, որոնք քեզ ունին իրենց կյանքերու մեջ, թուն ըսկանչելի ես քու գործերուտ մեջ, ծրագիրներուտ մեջ, եւ թուն ես մեր երկնավոր հայրը, նաեւ մեր ֆիզիկական մարմնավոր պետքերը հայթայթողը, ուստի գադարյալ վստահություն ունի քո հայրական սիրույն եւ մեր բոլոր դեր ամբողջ կյանքը գրնանք դեր քեզի հանցնել, վստահել եւ ապավինել քո անհուն իմաստությանդ։ Շնորհակալ ենք դեր այս մեծ շնորհքիդ համար, ով դեր փառքուտանք նաեւ խոսքիդ համար, որ մեր ցերկերու մեջ ունենք, եկած ենք այս հարավոտ, որբեսի խոսքիդ միջոցով սորվենք, լսենք այն ճշմարտությունները, որ ուզես մեզի փոխանցել, ուստի քո հոգիդ մեր ներկործե մեր մեջ, բաց մեր մտքերը, սրտերը, որբեսի դեղ գտնե խոսքդ եւ հոն բդուղ դա աճի եւ այսպեսով թուն փառավորվիս, ով դեր մեր աղոթքի նյութերն քեզի կբերենք, թուն ով դեր քո անուն իմաստությամբ գրնաս ամեն բան գարքի տնել եւ դեր հրաշներ գադարել, հիշեդեր մեր հիվանդները, բժշկես զանոնք, հիշյանոնք, որոնք դեր հատուկ դժվարություններու մեջ է գանցնին, ըլլա նյութական, ըլլա հոգեգան, բոլորին թուն օգնության հասնիս։ Պատերազմի երկիրների շեդեր, հոնքուտ գտնված քու զավակներդ, դեր գխնդրենք, որ այս վերջին չար օրերու մեջ շատեր քեզի դառնան, դիրող վիճակները տեսնելով քու թեմքդ խնդրեն, խոնարին քու արջևդ եւ այսպեսով դեր մեղքի կյանքը թողելով քեզ քու կողմդ անցնելով քեզի հետ քալեն։ Հիշե մեր հայրենիքն ալով դեր ողորմիս մեր ժողովրդին եւ մեր բոլոր ղեկավարներուն իմաստությամբ օժդե, որբեսի անոնք համերաշխությամբ սիրով ծրագրեն եւ կործեն ինչ որ դեր ժողովրդին բարօրության գդաբաստե այս ամենը փառքիդ համար կխնդրենք Հիսուսի անունով ամեն Ամեն Փարապանենք դերը երկելով 628-րդ երկը, որուն երրորդ տունը զանց վիդենենք։ Հայր ջամփադին սորվեցուր, փորձության այս ժամանակ։ Հայր
Ռեշտագացեր ես նոր երկեր Սիրտ սիրով թոլեցն է երբ նային կացրաղավնին չար գիրքեր ստատրեցն է որ հաղթեմ ամեն մեղքին հաղթողին արմավենին անժանդուր որ ցեք սարնեմ և սրբոց ու ռեշտագացեն ես նոր երկեր Ռամանոց ու ռեշտակներ բոլորդիկ սպանակ տնեն և վերեն սիրույթ աչքեր մինչև վերջը վրասսկեն հաղթողին արմավենին անժանդուր որ ցեք սարնեմ և սրբոց ու ռեշտագացեն ես նոր երկեր Ամեն Մեր պարապանությունը շարունակենք երկելով 410-րդ երգը Ուր որը լամ աստուծույս եմ վստահ Ուր որը լամ աստուծույս եմ վստահ ցամաքին գամ կորացող ծովում վրա զի ամեն օր հարց երկնավոր գհսկեմ վրաս ինչ որ Վստահ եմ թե դերազիս կհոգա Ծուր դերանգա մոթոր գոծով ու վրա Ինչ են դասեր փուր գոհակներ Իմ երկնավոր հարց կհսկեր Վստահ իմ մեջ առիցին մուտք ու փին Գրվի ճագար գամ խուցի մեջ պանդին Փառք կամ լուդակ հեղեղ գրակ Չեն վնասել զի հարց կհսկեր միշտ վրաս Վստահ եմ թե դերազիս կհոգա Սուրբ դերանգամ փոթոր գոծով ու վրա Ինչ են ասել փուն գոհակներ Իմ երկնավոր հարց կհսկեր Մութը լացոր թև շուքերալ խորին Գարաջ նոր թե ովի բիր ոչվարին Մեջ են մթում դանիսիս դուն Երկնավոր հարց կհսկե Վստահ եմ թե դերազիս կհոգա Ծուր դերանգա մոթոր ու ջանք ու վրա
Փարքլայս մեծ վստահության համար, որ ունենք երկնավոր հայրը, որ գհսկե մեր վրա, մեր բոլոր գացություններում մեջ անդեղյակ է մեր վիճակեն։ Մեր վերջին փարապանությունը բիդելա 480-րդ երգը։ Ուրախ եմ հայրս, գիտե ինչու, թերացա մեջ ընդրած ջամփուս։ Ուրախ եմ հայրս, գիտե ինչու, թերացա մեջ ընդրած ջամփում, ու պիտի տեսնեմ ես շուտով թե ամեն լավ իր ջամփան է, գիտե Ուրախ եմ հայրս, գիտե փիշեր, որ վարդիներ ձեռքերս կաղեն, գիշեր սալվոր պահեմ կաղնի, ընկերներես իմ սիրելի, գիտե Ուրախ եմ հայրս, գիտե ուժնու, դգարություն, ոսողներու, միայն գիտել ինձի գինա, ինչպես հաղթող միշտին կլամ, գիտե Փարքերոջ, որ ունենք հայրը, որ մեր բոլոր վիճակներում մեջ անմեզի հետ է, դեղյակ է, գիտե եւ որքան որ մենք կարող ենք իրեն ինք այնքան ավելի գմոդենա մեզի, ուրեմն մենք չանանք մեր կյանքերով, մեր գործերով, մեր վկայություններով իրեն փառավորենք, որբեսի հայրնալ մեզ փառավորե։
Շնորհակալ ենք Վիքի, Մարիթա, այո դեր Աստուծո ջամփան ամենեն լավն է։ Երանելի այն մարդը, որ դեղ մի եկած է իր կյանքի մեջ, գիտակցությամբ Աստուծո կողմը անցած է։ Պետք է մարդը այդ փորձառությունը ունենա եկեղեցի մեջ, ձները, մեծերը, բարի է, ինչ որեն է, դեղը պետք է անդրադառնա եւ ասե ես Աստուծո կողմը գանցնիմ, ոչ թե որովհետեւ ժառանգությամբ իմ ծնողքս կամ մեծ հայրս, հապա գիտակցությամբ եւ գորոշեմ Աստուծո հետ քալել։ Ամենալավ ջամփան է։ Ասկի ավելի լավ ջամփա չկա։ Որքանալ փնդրես։ 1981-ին ես իր շնորհքով Աստծո կողմ անցա եւ շատ կզղջամ Երանի ավելի փոքր տարիքիս մեջ դերոջը ըլլայի։ Երանելի է իրապես մարդը, այսինքն գիտեք ինչ կնշանակի երանելի, երջանկա հոգի, հոգին երջանիկ է, ուրախ է։ Այսօր հայրերու օրը լալով կուզեմ ես շնորհավորել բոլոր հայրերը, մեծ հայրերը, Աստված ցեզ իր շնորհքի մեջ բահե եւ անոնք որոնք մեզ գտիդեն համացանցի միջոցով եւ անոնք որոնք կպատրաստվին հայրը լալու Դերը անոցալ օրտնե եւ իմաստությամբ առաջնորդ է։ Հատված պիտի գարտամ եւ նյութս պիտի լա աղոթող հայրը։ Հատվածը կգտնվի Ղուգասու առաջին գլուխին մեջ 5:22 պիտի գարտամ, ուր այսպես կսե։ Հրեաստանի Հերովթես թագավորին օրերը Ափիայի տասագարգութեն են Զաքարիա անունով քահանա մգար Որունգինը Ահարոնի աղջիկներն էր եւ անոր անունը Եղսապետ ու երկու քնալ Աստուծո արչեւ արդար էին եւ դերոջը բոլոր բադվիրակներուն ու իրավունքներուն մեջ անարադությամբ կքալեին եւ զավակ չունեին բասնզի Եղսապետ ամուլ էր ու երկու քնալ օրերդին անցուցած էին ու երբ անիգա իր տասագարկության օրերը հասնելուն քահանայական ճաշտոնը կգադարեր Աստծո առջև քահանայության սովորությանը պես իրեն ինգավ որ դաջարը դերոջը դաջարը մտնե խնգարգություն անե եւ ժողովրդին բոլոր բազմությունը դուրս աղոթքի գայներեր էին խունգին ադենը ու երևցավ անոր դերոջը հրեշտակը որ գայներ էր խունգի սեղանին աջ կողմը եւ Զաքարիա երբ տեսավ շփոթեցավ ու անոր վրա վախ մի ինգավ եւ հրեշտակը սավանոր մի վախնար Զաքարիա վասնզի քո աղոթքդ լսվեցավ եւ քո գինդ Եղիսապետ քեզի որդիմը պիտի ծնանի ու անոր անունը Հովանես տնես եւ քեզի ուրախություն ու ցնծություն պիտի լա եւ շատերը անոր ծնանելուն վրա պիտի ուրախանան վասնզի դերոջ արչեւ մեծ պիտի լա եւ քինի օղի պիտի չխմե եւ թեր իր մորը որովայնեն սուրբ հոգիով պիտի լեցվի ու Իսրայելի որդիներեն շատերը իրենց դեր Աստուծուն պիտի դարձնե
Եվ ինք անոր արջևեն պիտի կա Եղիայի հոգյովը ու զորությունովը հայրերու սիրտերը որդիներուն վրա դարձնելու եւ անհնազանդները արդարներուն իմաստությանը, որբեսի դերոջը բարեգարկ ժողովուրդ պատրաստե։ Եվ Զաքարիա ըսավ հրեշտակին. Ինչով գիտնամ այդ բանը, որովհետև ես ձեր եմ ու իմ գինս իր օրերը անցուցած է։ Եվ հրեշտակը պատասխան տալով ըսավ անոր. Ես եմ Գաբրիել, որ Աստուծո առջև կգայնիմ ու ղրգվեցա քեզի զրուցելու եւ այս բաներուն ավետիսը քեզի տալու։ Եվ ահա համր պիտի ըլլաս տուն ու պիտի չգրնաս խոսիլ մինչև այն օրը, որ այս բաները ըլլան, քանզի չհավատացիր իմ խոսքերուս, որոնք իրենց ադենին պիտի գադարվին։ Եվ ժողովուրդը Զաքարիայի կսպասեր եւ կզարմանային անոր դաջարի մեջ ուշանալուն վրա։ Ու երբ դուրս ելավ, չեր գրնար խոսիլ անոնց հետ եւ իմացան, որ դաջարի մեջ դեսիլ մտեսած է ու ինք նշանով գխոսեր անոնց հետ եւ համր գգենար։ Անցյալ ամիս մայրերորը լալով մորմը մասին խոսեցանք, սակայն բոլորս օրհնվեցանք։ Եվ մանավանդ այրեր լսածից համատ բավական օգտվեր են եւ թատրեր են իրենց գիներուն հրահանգներ եւ պատվերներ դալե։ Այսօր ալ հորմը մասին պիտի խոսենք, որ բոլորս պիտի օրհնվենք։ Գարտացված հատվածի մեջ Ղուկաս ավետարանիչ եղելությունը կնկարագրե անցիմը Զաքարիա անունով եւ հրեշտակի միջև գդարված այդալ դաջարին մեջ, երբ Զաքարիա քահանայական պաշտոնը կգադարեր։ Այդ ժամանակաշրջանին Աստված 400 տարիներ լուր գեցած էր, ոչ մեկ մարգարե ղրգված էր Աստծո կողմէ իր ժողովրդին։ Այսպես ժողովրդին վիճակը շատ դխուր էր։ Խավարի եւ միտքի գուրության մատնված էին եւ գրոնական իշխանություններն ալ Աստծուծմե հերացած էին սիրտերնին բաժնված էր Աստծուծմե միայն շրթներով զասված գբաշտեին արդակին ցևագերբություններով եւ դարձած էին մոլերանտ ավանտաբաշտ եւ գույր առաջնորդներ, ինչպես փաստվեցավ Հիսուսի ժամանակ։ Եվ Հիսուս շատ խիստ խոսեցավ այս տասագարքի մարդոց։ Մադի վրա գամրվեին բարեպաշտ գրոնականներ, ինչպես Նիկոդիմոս, Գամալիել եւ Զաքարիա։ Զաքարիայի համար գգարտանք, ինչպես կարդացինք, որ ան արդար էր եւ դերոջը բադվիրանքները գահարքեր եւ անարադության գաբրեր 6-րդ համարի մեջ կարդացինք արդար էր, այսինքն Սուրբ Գիրքի լեզվով արդար բառը երկու իմաստներ ունի, մեկը Աստուծո առջև արդարանալու մասին է, իսկ մյուսոհոս այս իմաստը արդար, այսինքն քննութենե անցած էր եւ փամը չուներ կամ փամը չգտնվեցավ որ նկատողություն ըլլար իր նկարակիրին համար մեր լեզվով բռնվելիք տեղ չուներ որ գարենայր նկատողություն ուներ այնպես որ արդար էր անունին իմաստը Զաքարիա կնշանակե Աստված գհիշե Աստված Զաքարիայի միջոցով իր փրկության ծրագիրը գահիտնե։ Անշուշտ արդար ըլլալ չի նշանակեր ուզածս գլլա։ Ես արդար եմ, Աստված իմ փափակներս կգադարե։ Չի նշանակեր նաև անմեղ, անթերի։ Աստված իր ժամայցուցը ունի եւ արդարը հավատքով եւ համբերությամբ գսպասե անոր ժամանակին։ Զաքարիա դարիներով աղոթեց, որ իր գինը զավակ մը ունենա։
Սակայն Աստված հարմար ժամանակին պատասխանեց։ Հետևաբար հայրը ոչ թե միայն ընտանիքին նյութական պետքեր գայթայթե անոց գխրադե գտաստիարագե գարաչնորթե ուղություն գուտա այլ իր դան անդամներուն նեցուկ կգանքնի աղոտկով շատ մայրեր անհոգ են եւ լավակույնին գնեն իրենց զավակներուն համար որբեսի նյութաբես եւ ֆիզիկաբես լավ դեղ մասնի սխալ չէ երբեք սխալ չէ շատ ճիշտ է բայց նույնքան եւ ավելի կարեւոր անոնց անմահ հոգիներուն համար պետք է աղոթե եւ աշխատի ուրեմն այս է առաջին տասը զորգսորվինք հայրը պետք է աղոթե որ աստուծմե իմաստությունը ստանա ոչ թե որբեսի կարենա լավ տրամթիզել հաբա որբեսի կարենա իր դան անդամները առաջնորդե արդարության ջամփաներու մեջ երկրորդ կետը ավետարանիչին նկարագրությունեն գնշմարենք հայրը որ թերություն ուներ երբ հրեշտակը ասավ քու աղոթքդ լսվեցավ եւ քու գինդ Եղսապետ որդիմը պիտի ծնանի հավատալու դժվարություն ունեցավ Եթե գարտանք 13 եւ հրեշտակը ասավ անոր մի վաղտար Զաքարիա վասնզի քու աղոթքդ լսվեցավ եւ քու գինդ Եղսապետ քեզի որդիմը պիտի ծնանի ու անդորանու Հովանես տնես եւ 18-րդ համարի մեջ կսե Եվ Զաքարիա ասավ հրեշտակին ինչով գիտնամ այդ բանը որովհետև ես ձեր եմ ու իմ գինս իր օրերը անցուցած էր Արդար էր Զաքարիա իր ներսիտին Աստուծո վախը ուներ եւ սակայն դրված խոստումին հավատալու դժվարություն ունեցավ Զաքարիա ֆիզիկապես այնպեսի վիճակի մեջ կգտնվեր իր գնոջ հետ միասին որ չգրցավ դրված խոստումին հավատալ եւ ասել ինչ որ գույս Մարիամ ասավ օքեյ կուզածիդ պես լա այդպես կսես դու մեզի համար ինչ է տասը զորգսորվինք բոլորիս համար այն ճշմարտությունը որ սորվելու ենք այն է որ գադարյալ հայրեր չգան այն գինը որ գգարձե թե իր այրը գադարյալ է խապված է գադարյալ հայրեր չգան ուրեմն հավատքի դեր մարդիկ Աստուծո երկյուղը ունեցող մարդիկ նույնիսկ ունին վախեր ու գասկածներ եւ գարդը բարականերու մեջ դժվարություն ունենան Աստուծո խոստումին հավատալու վստահելու այնպես որ այդ բարակային գիներ պետք է քաչալերեն եւ նեցուկ կանգնին եւ ոչ թե ասեն թունդան քլուխնես ուրեքո հավատքդ եւ այլն մեզի հետ եւս այդպես չլար մեր բոլորիս հետ մենք ալ դժվարություն ունենանք երբեմն մեր մատնված վիճակին գնայինք եւ գմորնանք Տերոջի խոստումները դժվարություն ունենանք վստահելու անոր թեև քոց կսենք դերիմ հովիվս է ես բանի բգարոդություն չունենանք բայց իսկության մեջ խոճաբի կմատնվենք երբ դժվարության առջև գտնվենք ուրեմն մեզի հետ այդպես կլա մենք Զաքարիան չենք մեղադրել քավլիցի մենք ալ մեզի հետ ամեն անգամ գլա եթե Զաքարիան հետ մեկ անգամ բադայեցա ուրեմն վստահենք անոր սակայն օրհնությունը կամ այն ճշմարտությունը որ գտեսնենք ասոր հետ մեկտեղ դերը գշարունակե կործել մեր դգարություններու մեջ անկիդե որ մենք հողենք մեր թերությունները մեզ լավ գիտե Թու որքան գիտես քու թերությունը Աստված շատ ավելի լավ գիտե Զաքարիայի համրությունը իրեն համար եղավ հավատքի տասակիրք Համր վիճակը իրեն համար թբրոց եւ թաստիարակ եղան հավատքը զորացնելու եւ գարմը տասեր սորվեցնելու
Աստված կարող է արդար եւ աստվածավախ հորմը դժվարությունները եւ սխալները օգտագործել բարիքի համար։ Այո, ան կարող է բոլոր բաները բարի գործակի դարձնել անոնց, որոնք զինք կսիրեն։ Եվ Աստվածաշունչի մեջ բազմաթիվ օրինակներ ունի այս ճշմարտությունը հաստատող։ Հովսեփի եղբայրները չարիք պատրաստեցին եւ չարիք կրին։ Ըստ երևույթին իրավ չարիք մնե։ Հովսեփը սկզբնական շրջանին միգուցե ինքնալ ըսավ ով դեր ուրես եւ այլն, ինչու ասպես էր եղբայրներս, բայց վստահեցավ եւ Հովսեփի վերջավորությունը ինչպես էր երկրորդ փարավոն, բարի գործակից դարձուց եւ ամբողջ ազգը սովեն ազատեց։ Երրորդ կտեսնենք հայրը, որ հավատալու դժվարությունը իրեն համար մնայուն վիճակը չեղավ եւ խոնարելով գտնունի Աստուծո ծրագիրը եւ իր դողուն անունը գտնե Հովանես, ինչպես Աստված ասած էր։ Ըստ իր ավանդության Հովանես անունը դրվել է սխալ էր։ Եթե գարտակ 60 եւ 61 գսե, երբ որ կորձողությունները գլա գույս Մարիամ երթա Եղսապետին կով գծնի եւ գսե հիմա գարկա անունին բիդիկա գսե իսկ անոր մայրը պատասխան տվավուսա ոչ հաբա Հովանես պիտի գոչվի եւ անորսին թե քո ասգականներուտ մեջ մեկը չկա որ այս անունով գոչվի ասիկա ավանդություններ այստեղ քերեցիկ տասմգա բոլորիս դժվարամարսելի է բայց ճշմարտություն է երբ մեկը հավատքի մեջ դգարություն ունի միգուցե Աստուծո խոստումներուն հավատալու դժվարություն ինչպես Զաքարիան բարական ոստեղը անմիջապես չի քննադատենք եւ չդադարենք զայն որովհետեւ այդ դժվարությունը գրնա ժամանակավոր ըլլալ բոլորս ալ մեջ են անցած ենք բոլորս Այն դգարությունը, որում մատնված է սիրելի եղբայրդ, քույրդ, գրնա ժամանակավորը լալ, և որովհետև Աստված կործել է թատրած չէ։ Այդ անձին վրա X քաշած ուզայն մերժած չէ Աստված, հապա շարունակե է կործել։ Հավատացյալներու մեջ դարածված հիվանդություն մգա քաղցկեղի նման, Երբ թիմացինի մեջ թերություն մտեսնեն, ադի ինձ համար այլևս կոյություն չունի, ադի մարմնավոր է, ասպես է, այնպես է, այլը, ես հոգևոր եմ, ես պարծուկներու մեջ, պարկ Հիսուսի, այդ վիճակը գրնա ժամանակավորը լա, պետք է աղոթենք այդպեսիներուն համար, ասոնք չեն գրնար հավատալ, որ Աստուծո հոգին գներկործե այդ անձի սրդի մեջ և կարող է ցերպազատել զայն թերությունները։ Հռոմայացված նամակի մեջ այս տեսակ նյութը գծած է և Պողոս առաքյալ գսե 14-րդ գլուխին 1 և 4 համարները գսե հավատքի մեջ դգար եղողը ընդունեցեք, ոչ թե դարագուսական որոշմունքներով 4-րդ համարը գսե, գարտացեք բոլոր գլուխը ծեր դուներում է, թունով ես, որ ուրիշին ձարան գտադես, իր դերոչը գգանքնի, գամ գինա, բայց պիտի գանքնի, վասնզի Աստված կարող է զանիգա գանքնեցնել, թունով ես, որ գտադաբարդես, X գկաշես, ոչ, այս թասը գսորվինք։ Զաքարիա, հագարակ, որ այս դժվարություն ունեցավ, իր ավանդության հագարակ բամբարավ, որովհետև Հովանես անունը Աստուծո գողմե որոշված էր, միտքը փոխեց։ Այսալ դժվարամարսելի թասմն է, մտափոխությունը մարդուն համար ամենա դժվար բան հոս ասխելքը մարդը չի փոխեր, բայց երբ որ դրամ դիզելու մասին խոսիս աչքերը դուրս գելը, ագաչները կբացի և ժամայցուցի պես կաշխատի։ Իրավ, այդպես տնենք, օքեյ գնենք, այդպես օդ է, փոխենք,
բայց աստվածային ճշմարտություններուն լույսին տակ չուզեր միտքը փոխել։ Ես այսպես կհավատամ։ Հոս Հովանես Զաքարիա չսավ ազգականներս ինչ պիտեսեն, բարեկամներս ինչ պիտեսեն, կարևոր չէ։ Եվ ինչի կհավատամ։ Ես Աստծո կամքին պիտի ենթարկվի։ Հայր մներ Զաքարիա, որ իր ավանդության քերին դարձած չէր, եւ չմնաց այդպես։ Չսավ ես այսպես համոզված եմ, իմ ավանդությանս գարչած պիտի մնամ։ Ավանդությունս այսպես կսե, Հովանես պիտի տրվի, Զաքարիա պիտի տրվի։ Կարևոր չէ սա, բայց ոչ, ինչ որ Աստված ուզե այդ պիտի անեմ։ Ան հոժարեցավ Աստուծո ուզածը կատարելու։ Եվ Զաքարիա մեզի կսորվեցնե, որ Աստուծո կամքը ամեն բան է վեր պետք է սեբենք, ամեն բան է։ Եվ աստվածային ճշմարտություններու լույսին տակ հոժարելու ենք մեր խելքը փոխելու եւ չսել ես այսպես համոզված եմ։ Չորրորդ ճշմարտություն կտեսնենք հայրը, որ իր զավգին օրհնեց, թեև ան որոշ ժամանակի համար Աստուծո կողմէ գգրթվեր համր վիճակի մատնվելով։ Աստված ոչ թե պատճեց զայն համրնելով, այլ թաստիարագեց։ Աստված մեր երկնավոր հայրը լալով մեզ գուզե գրթել, թաստիարագել, որբեսի ամեն բարի գործերու պատրաստ լանք։ Իսկ մենք կխորենք, որ մեզ կպատճե, նկատի առնելով, որ ստեղծված վիճակը կամ բարական, որու մեջ կգտնվենք, մեզի հաճելի չէ։ Որքան ժամանակ պիտի տևե մեր գրթությունը, մեր թաստիարակությունը, այդ գախյալ է մեր դիրքորոշումեն եւ մեր հեզութենեն։ Անգուզե մեզ ընդիր եւ բիդանի անոթներու վերածել։ Եվ այս հեշտ բանը չէ, որովհետեւ մենք հեշտ մարդիկ չենք։ Այնպես որ դժվար անձնավորություններ ենք մեղավոր բնությունը մեր մեջ գրելնուս համար։ Մենք ուզենք մեր եսը փայփայել, շարունակ եւ զայն քոհացնել եւ մեր երկնավոր հայրը գստիպվի մեզ թաստիարակելու համար դժվարություններ գրել։ Մեր ներսիտին հոգևոր գործողություններ կատարելով եւ այս կնե իր անհուն իմաստությամբ, իր սերեն մղված կնե, ինչպես կտեսնենք Մովսեսի կյանքի մեջ, 40 տարի փարավոնի բալադի մեջ, ինչպես կմեցնա մեկոհոն, շփացած։ Աստված քորձ պիտենե Մովսեսին հետ, ասմարտը շատ երեսարեր է, ուրդեղները ինքսինքը կգարձե, որ պան բնե, լիչի մեջ են ազատեցի, Սագարի մեջ էր, հոնդեղ են ազատեցի։ Լավ, եգուր հիմա, 40 տարի անաբադի մեջ, հոն, լավ մը մարզեց, ետքը սավ հիմա, օքեյ ես, հիմա գրնաս իմ ուզածս կատարել, հիմա թաստիարակվեցար և գրթվեցար, այնպես որ մենգալ թույլ տանք, որ Աստված մեր մեջ կործե այդ հոգևոր կործողությունները։ Հովանեսի ծնունդեն հետո Զաքարիան մարգարեացավ և օրհնեց նորածի մանուկը։ Մեր սորվելիք տասը այն է, որ զավակներ իրենց հորը գարիք ունին, անոնց օրհնության, քաջալերության, խրատներուն, երանելի են անոնք, որ հոգևոր հայրեր և մեծ հայրեր ունին, երանելի են, երանելի։ Մյուս կողմէ հավատացյալ հայրը գիտակից է, որ ինք իր զավակներու սեփականատերը չէ։ Մեր զավակները իրեր չեն, աբրակներ չեն, արարգաներ չեն, գործածենք ինչպես որ մենք կուզենք։ Մեր զավակները Աստուծո կողմէ մեզի նվերներ կդրվի, նվերներ եւ ոչ ավելի։ Հոգի ունեցող էագիմը սեփականատերը Աստված է, մարդը չէ։
լավ մենք ինչ ենք, մենք ծառաներն ենք, անոնց ծառայելու եւ Աստուծո վախովը դաստիարակելու։ Զաքարիա գրնար իր ճաշտոնը զավգին փոխանցել, սակայն այդպես չրավ։ Հանցնեց Աստուծո գամքին։ Իմ զավգիս սեփականատերը ես չեմ, Աստված է ասավ։ Եվ զայն Աստծո գամքին հանցնեց, Աստծո երկյուղով դաստիարակեց եւ Հովանես Մգրտիչ Աստուծո մարգարեն դարձավ, Մեսիայի ջամփան պատրաստող։ Հավատացյալ հայրը այս գիտակցությամբ կաշխատի իր զավակներուն վրա, որպես անոնց ծառաները եւ ոչ թե որպես արարգա իրեր սեփականատեր, եւ այսպեսով գտաստիարակե Աստուծո վախովը։ Նյութական գործի մեջ այս կետնալ գտեսնենք եղելության մեջ նյութական գործի ասպարեզի մեջ հայր մգրնա իր գործը զավգին փոխանցել, սակայն Քրիստոսի հիմնած եկեղեցին թագավորության մեջ բարական բոլորովին դարբերը Աստված ինք կգան չէ ու որոշ բարգևներով գոժդե ու գղրգե գոչում է գոչում եւ ոչ թե որովհետեւ հայրը պատվելի է ուրեմն դղանալ գահաչորթե բացի եթե դղանալ գոչում ունի անորսելիք չի գա մարդագոչ չէ աստվածագոչ է գարկ մի եկեղեցվո առաջնորդներ զիսկի հիշեցնեն բոլոր դալգամացայնի գասոր Լիբանանի երեսփոխաններ անոնք որոնք Լիբանանեն են գծիծաղին արդեն հասկացան 40-50 տարի չսելու համար 60 երեսփոխաններու ճաշտոնը կստացնեն այդ թիրքը գունենան եւ լավ մը գողոպտեն յետք իրենց զավակները գուքան որպես իրենց հորը կորձը շարունակեն եւ այն կորձը որը արդեն մասնակետ դարձած են իրենց հորմեն սորվելով բայց քրիստոնեության մեջ այդ չէ Աստվածավախ հայրը իր զավակներուն ծառան է եւ թույլ գուտա որ Աստծո գամքը գադարվի ինչպես որ ան քեդինը կպատրաստե սրդեր կպատրաստե թուրեր կփանա որբեսի մեր ըստացած նվերները զավակները ոչ թե մեր ուզածը գադարեն վախի եւ սպառնալիքի դակ այլ քիդակցությամբ ուրախությամբ Աստծո ուզածը գադարեն Երանի թե որպես հայրեր եւ ընդհանուր առմամբ որպես հավատացյալներ հոժարինք Աստծո գամքը ամեն բանը վեր սեբելու դերորդ է բոլոր հայրերը մեծ հայրերը եւ իմաստությամբ օժդե սիրելներ շատ երկար կյանք չունենք 40 50 60 տարի 70 տարի բիդաբրինք շատ շուտով բիդանցնի ինչ կնես զավակներուդ համար ինչ կնես Քիշեր ցերը կխարդե գինը երեսի վրա զավակները ինչ եղեր մի քանի դուներ բիդարն է արիր շենք արիր ամբողջ պլազան արիր բոլոր ինչ կուզես արիր հավաքեցիր հետո ես զավակներ բիդբերեմ որպես աչքերնին թժող բանան մեղ չէ դեր իմաստությունով օժդե բոլորիսալ որպեսի աստվածային իմաստությամբ վերին իմաստությամբ լեցված մեր զավակները դաստիարակենք եւ այդպեսով բոլորս միասին օրը դերոջի դրվանք իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար եւ դերը շնորհը որ ամեն մեկս մեր երկնավոր հոր բադվերները հետևինք գադարենք զինք փառավորելու համար եւ գադարյալ վստահությամբ իրեն ապավենինք մեր երկնավոր հոր սորվեցած աղոթքով պիտի վերջացնենք հոդնգայս հայր մերով Lord.
Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից գխոնարինք մեր երկնավոր հայրը ու մեծափառճան դարչև եւ սրդանց փառք ուտանք որ մեզ անհուն սիրով սիրեցիր եւ մեր անմահ հոգիներուն համար Տեր Հիսուսը աշխարհ գրգեցիր օգնե մեզի որ մենք գալ սիրենք այն սիրով որ դու մեզ սիրեցիր եւ ինչպես որ դու լավակույնդ գադարած ես մեր սիրույն մենք գալ այդպես ենք մեր զավակներուն համար Տեր քու ուզածդ անելու դաստիարակելու քու ջամփաներ մեջ որբեսի օրմնալ փորորս միասին ներգայացած մեջ քանք գնքես խոսքդ մեր սրդերու մեջ եւ լավ որ Տեր իմաստուճամփդ օժդված աբրինք քալենք եւ ծարայենք քու փառքիդ համար ամեն